Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, այս կիրակի վարչապետը ձեր հայրենի Արարատ գյուղում էր, այնտեղ էր մասնակցում պատարագի եւ մենք տեսանք նաեւ ձեզ ներկաների թվում։ Նախ ինչով էր դա պայմանավորված եւ ինչ էր նշանակում ձեր այդ ժեստը։ Նախ, այսպես ասեմ, էլի վարչապետի Արարատ գալը ու իմ չդիմավորելը անտրամաբանական կլներ շատ ավելի շատ, էլի։ Այսինքն ինքը գալիս է Արարատ ու ես իրեն չեմ դիմավորում։ Վարչապետի հետ ես ընդհանուր ճանապարհ եմ անցել 2007 թվականից, արդեն 18 տարի։ Այդ բավականին բարդ ճանապարհ է եղել, մենք նույն գործն ենք արել։ Հեչ ճանապարհ չի եղել ու ինքը գալիս է մեր գյուղ ու ես այնտեղ չեմ լինում, այդ ոչ քաղաքական առումով, ոչ մարդկային առումով, նաև ինչու՞ չէ, նաև բարոյական առումով անթույլատրելի կլիներ իմ այնտեղ չլինել ու շատ բնական է, որ ես այնտեղ պիտի լինեի։ Իսկ հիշում եք այդ օրակարգը նաև պարոն Սարգսյան գիտեք, այս օրակարգը եկեղեցու նորոգմանն է ուղղված, ինչպես նաև վարչապետն է բազմիցս ասել եւ նաև օրակարգի հիմնական նպատակներից մեկն այն է, որ վերջնակետում Գարեգին բան պետք է հեռանա։ Ես հետեւյալ մոտեցման կողմնակիցն եմ, ես քաղաքական տեսակետներ ասում եմ, քաղաքական գործիչների մասով ու ցանկացած քաղաքական գործիչի մասով, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, պատրաստ եմ տեսակետներ ասելու։ Ես հստակ կարող եմ ասել, որ եկեղեցին պիտի քաղաքականությամբ չզբաղվի եւ եկեղեցու այն անդամները, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, պիտի հրաժարվեն եկեղեցուց, հանեն իրենց վրայից իրենց սքեմները, իրենց խաչերը, որոնց նկատմամբ մենք հարգանք ունենք, վերաբերմունք ունենք եւ մտնենք քաղաքականության մեջ, այնպես ինչպես մենք ենք մտել բոլորս Սերժ Սարգսյանից սկսած, չգիտեմ վերջացած ումով ուզում եք, Նարեկով Կարապետյան։ Ու խնդիրը այս հարթության մեջ Եկեղեցին ինքը մտել է քաղաքական դաշտ, հետևաբար ենթարկվում է քաղաքական օրենքներին, հետևաբար քաղաքական օրենքներով էլ վարչապետը պահանջում է, որ վեհապար հրաժարական տա։ Ինչ վերաբերվում է հոգևորին, հոգևորի առումով ես չեմ դատողը, ես այն կարծիքին եմ, որ նրանք ովքեր երթում են տվել Աստծուն, ուխտ ունեն Աստծո առաջ, իրենց Տերը, իրենց դատավոր Աստված է եւ նա պիտի դատի այդ իրենց ուխտադրուժ են եղել իրենց երթմանը, թե ոչ, այդ իմ խնդիրը չի, այդ իրենց խնդիրն է։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում կասկածից վեր է, որ այս հակասությունները, այսպես ասեմ, այլևս քաղաքական են, որովհետև նույն Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան էր գրառում արել եւ ասել, որ բոլոր հոգեվորականները թիրախավորվում են Մայրաթորի կողմից նրա համար, որ չեն կիսում այդ քաղաքական գիծը, քաղաքական այդ կողմնորոշումը, որ հիմա ունի Մայրաթորը։ Այսինքն ինչ ասել է քաղաքական կողմնորոշում, չկիսել այդ հակասությունը իշխանության եւ Մայրաթորի։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ սա արդեն ուղիղ ոչ թե Մայրաթորի հոգեվորի շուրջ, այսպես ասեմ, արճակատում է, այլ հենց քաղաքական տեսակետների շուրջ։ Ես ի սկզբանե եմ դա ասել, ամենասկզբից ես ասել եմ, այս խնդիրը քաղաքական է։ Եթե կաթողիկոսը ունի իրավունք քաղաքական դաշտում տեսակետ ասելու, եւ առաջինը իրենք են սկսել եւ ամենադժվար ու ծանր պահին, երբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը այդ իրավիճակում պատերազմի պարտությունից հետո պահանջում էր, որ վարչապետը հրաժարական տար ու վեհապար հայրապետն էլ միանում էր դրան, նույն տրամաբանության մեջ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի նույն կերպ պահանջելու վեհապար հայրապետի հրաժարականը, քանի որ եկեղեցին այդ առումով դուրս է եկել սահմանադրական իր ազդեցության շրջանակներից եւ մտել է քաղաքական համատեքստի մեջ։ Բնականաբար այս ամեն ինչը քաղաքական է, ամենատխուրը նրանում է, որ արտաքին քաղաքական է։ Եթե միայն ներքին քաղաքական լիներ, այս խնդրում ես ինձ ավելի լոյալ կպահի, բայց ցավոք սրտի հայ առաքելական եկեղեցին դարձել է Մարիա Զախարովայի խոսնակը։ Այն ինչ Մոսկվայից ասում են, նույնը այստեղ կրկնում են, կամ այստեղից ասում են, որ հետո Մարիա Զախարովան կրկնի։ Եվ տխուր է նաև, որ իրենք արտաքին քաղաքական իրենց ունեցած եկեղեցու կապերն ու ազդեցությունները փորձում են օգտագործել Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ, որը նույնն է Հայաստանի Հանրապետության դեմ։
Պարոն Սարգսյան, տպավորություն, այսինքն այդպես է, դա տպավորություն չէ, եկեղեցին ամեն ինչից վեր պիտի լինի եւ ամեն ինչից վեր է։ Հիմա ինչու են իրենք այսպես իրենց դերը ստորադասել եւ սկսել են մտնել ուղիղ քաղաքականության մեջ։ Որն է մոտիվացիան, ինչ շահ են հետապնդում, նաեւ դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ հաճախ լսում ենք, թե ինչպես է այսպես զուգահեռ են արտահայտվում Մարիա Զախարովան եւ օրինակ եկեղեցու սպասավորները։ Սա վտանգավոր չի եւ այստեղ ամենակարևոր մոտիվացիան որն է, ինչու պիտի հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականները պաշտպանեն ինչ որ մի այլ երկրի շահ։ Էլի զուգահեռները տանեմ Ռուսաստանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ արտաքին քաղաքական գիծը ռուսական գծի մեջ էր, բայց միևնույն է Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի համար օտար էր ընկալվում։ Ինչու, որտեղ հեղափոխությամբ էր իշխանություն եկել։ Ուներ իր ժողովրդի վստահությունն ու քվեն։ Այստեղից փորձենք պրոյեկտել եկեղեցու վրա։ Եթե Ռուսաստանի իշխանությունների համար Հայաստանի Հանրապետության իշխանությունները սեփական թիմից չեն կամ իրենց համար որոշակի առումով ընկալելի չեն, որովհետև իրենք հեղափոխությունների մեջ վտանգ են տեսնում, որտեղ այդ հեղափոխությունը կարող է գալ նաև իրենց դուռը, տեղափոխվել է թրդեհ նաև Ռուսաստան, նույն վտանգը նաև տեսնում է եկեղեցին։ Այսինքն, այս փոխկապակցված է թրդեհը։ Ինչու են այդ թևերը իրար պաշտպանում, որտեղ ընդհանուր ընկալման մեջ, քաղաքական ընկալման մեջ մոտեցումը նույնն է։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության իրենց ուղղափառ եկեղեցու առաջնորդը երբեք չի խոսել այն թեմաներով, որ Ռուսաստանում 30 տարի է իշխանություն չի փոխվում, կամ որ ընտրություններում մրցակիցներ չկան։ Երբեք էլ չի խոսի։ Կամ կերտվում են այդ ընտրությունները։ Այո։ Եվ այս կարգի, այսինքն այս մարդկանց աշխարհընկալումը փոփոխությունների, կառավարման եւ այլը բացարձակ ուրիշ է։ Եւ խնդիրը նրանում է, որ եթե եկեղեցու սպասավորների հագուստը մեզ պարտադրում է որոշակի հարգանքի, մենք գենետիկ առումով հարգանք ունենք այդ սքեմին, այդ հագուստին։ Ինքնաբերաբար ճանապարհ ենք տալիս։ Մենք խաչը տեսնելուց խաչակնկվում ենք։ Մենք ձեռը բարևելուց սրբազաններին փորձում ենք աչը համբուրել եւ ասում ենք օրհնի Տեր։ Այդ արտաքին այն ներկայացումն է, ինչ ունի եկեղեցին։ Եկեղեցին այս դաշտ մտնելով, քաղաքական դաշտ մտնելով, քաղաքական լեքսիկոն օգտագործելով, ռազմական հեղաշրջման կոչեր անելով, վարկաբեկում է այդ հագուստը, այդ խաչը, այդ կերպարը, ինչը գենետիկ առումով մեր մեջ նստած է։ Ու եթե եկեղեցին իրենք ներսից այդ չեն հասկանում, է շատ վատ։ Մենք կարող ենք մեզ թույլ տալ այսպիսի կարծիք արտահայտել, որ որոշ բարձրաստիճան հոգեվորականներ նաև դեմ են դուրս եկել ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, որովհետև հաճախ տեսակետներ են հնչեցնում, որ դրանք ուղիղ հակասում են նույն ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, պետականությանը։ Մենք կարող ենք նման եզրակացություն անել։ Իհարկե կարող ենք նման եզրակացություն անել, որովհետև իրենք այս փոփոխությունների մեջ, հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների մեջ վտանգ տեսան։ Իրենք չողջունեցին այդ հեղափոխությունը։ Հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցի եւ Հայաստանի Հանրապետություն իշխանությունները որոշակի օտարություն, որտեղ նախկին իշխանությունները իրենց համար ավելի կոմֆորտ էր։ Այստեղ է անհասկանալի, ինչու էր կոմֆորտ եւ ինչ տեղի ունեցավ 18 թվականին, ինչու իրանք հիմա հաս չեն ու դուք էլ ասացիք վտանգ տեսան։ Ո՞րն էր այդ վտանգը։ Գիտեք, կոմֆորտ էր, որովհետեւ նախկին իշխանությունները եկեղեցու այդ փոխհարաբերություններում սպասարկում էին որոշակի առումով եկեղեցու շահը, այնպես ինչպես եկեղեցին էր ուզում, ասենք ծանոթ, մոտիկ, բարեկամ եւ այլ այս փոխհարաբերություններում եւ իսկ այս նոր եկած իշխանությունը չար չի սպասարկում։ Նոր եկած իշխանությունը չար չէր սպասարկում նաեւ իր մերձավոր շրջապատի նկատմամբ։ Այսօր էլ նույն այդ շրջանակներից բազմաթիվ մարդիկ բավականին բարձր պաշտոնների դատվում են։ Ասենք Քերոբյանը ձեզ օրինակ։ Ես չեմ կարող ասել նախկին իշխանությունների ժամանակ որևէ նախարարի, որը այդ կարգի վերցրել դատել, չխորանամ այլ ուղղությունների վրա։ Այսինքն աշխարհընկալման այդ մոդելը ինչ ունեին նախկին իշխանությունները, կառավարման համացանցում, համատեքստում, իրար հետ այդ դաշտում խաղալով։ Այդ մոտեցումները եկեղեցու այսօրվա իշխանության համար ավելի
հոգեարազատ էին, քան այն մոտեցումները, ինչ ուներ հեղափոխությամբ եկած իշխանությունները։ Այսինքն իրանք նախկին իշխանությունների ժամանակ իրենց անմիջապես ու շատ կոմֆորտ էին զգում ու այդ ընթացքում իրենք գիտեին իրենց սահմանն ինչքան է, իրենց ինչ է թույլատրված, ինչքանից ավելին անհնարին կլինի։ Ասենք օրինակ բերեմ, ենթադրենք այ նախկին իշխանությունների ժամանակ, ենթադրենք եղբորս ժամանակ, եթե եկեղեցականներից մեկը փորձեր քաղաքականություն մտներ, 2 ժամ հետո եղբայրս տաներ խրամատ ու այդ խրամատի ամենավտանգավոր տեղում։ Հասկանում եք, կար նաև էս։ Իրենք չէին կարող Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ քաղաքական հայտ ներկայացնեն, քաղաքական տեքստ ասեին։ Այդ մարտի 1-ից հետո ինչու է հապար հայրապետը կամ որևէ եկեղեցական որևէ բան չասած։ Հա գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, էդ էլ հավանաբար Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցրած, որ ընդհանուր լեզու գտնի, որ իրավիճակը մեղմի, որտեղ մարդիկ են զոհվել։ Միայն դրա համար։ Ուրիշ ոչ մի բանի։ Այսինքն կապը փոխադարձ իրար հետ ֆուտբոլային լեզվով ասած պասերով աշխատում էին։ Այստեղ պասեր չկար, այս իշխանությունը նոր էր եկել, դրել էր ամեն ինչ ժողովրդավարության վրա, ասում էր, էս կարելի է, էս չի կարելի, ու չի կարելի բոլորի համար, ինչպես իմ նաև ձեր համար, ու այս կարգի առումներով խնդիրները գնացին, եւ այդտեղից էլ սկսվեց ընդհանուր համատեքստը, եւ քանի որ եկեղեցին իր արմատներով ներքին բովանդակությամբ, այնպես ինչպես ազգային անվտանգությունը, այնպես ինչպես, չգիտեմ, բանակի որոշակի սպաներ, այնպես ինչպես ներքին գործերում բազմաթիվ սպաներ անցել էին այդ ռուսական դպրոցը, իրենց կապը այնտեղից էր։ Այդ կապը չէր բավարարում ռուսական համակարգին մինչև Մարիա Զախարովա, չէր բավարարում եկեղեցու սպասավորներին, չգիտեմ, սրբազաններից մինչև, ասենք, չգիտեմ, ռուսական թեմում Հայաստանի ներկայացուցիչ սրբազան։ Այսինքն այդ խոսակցությունները, որ գործակալ են, ՊԱԿ գործակալ են, ԿԳԲ գործակալ են, այսինքն դրանք պարզապես խոսակցություններ չեն, դրանք ակնառու նաև փաստեր են։ Նույնիսկ սովետական միության ժամանակ Գառնան 17 ակնթարթ ֆիլմ կար, որտեղ անգամ Պաստոր Շլակը, ով շվեյցարական, չգիտեմ, եկեղեցու, երևի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ էր, ինքը համապատասխան ծորակներով աշխատում էր։ Նույնիսկ Ռոմի Պապի պատերազմի տարիներին այդ աշխատանքի մասով խնդիրներ կա, գրքեր կան գրված եւ այլն, որ եկեղեցու սպասավորները առավել եւս սովետական միության ժամանակում, երբ որ իրանք պիտի դուրս գնային որևէ համայնքում աշխատելու, սպասարկելու, պարտադիր պիտի անցնեին սովետական ԿԳԲ-ի ծորակներով, իսկ սովետական միության փլուզումից հետո այդ համակարգը շարունակեց նաև գործել, այդ միանշանակ է։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարները, ասենք, հեղափոխությունից հետո ինչի են այդքան արագ փոխվել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ինչու է այդքան արագ փոխվեցին։ Այստեղ խնդիրները ռազմավարական գործընկերոջ հետ փոխհարաբերություններում շահերի պաշտպանության մեջ է։ Ում շահն է պաշտպանել։ Եկեղեցին պաշտպանել է ռուսական շահը, շարունակում է պաշտպանել ռուսական շահը։ Այս ակնհայտ է։ Իսկ շատ հաճախ խոսվում է, գիտեք, ամենատարբեր սրբազանների տեխնացություն էին առաջադրում ի սկզբանե Բագրատ Գալստանյանին, հետո Աջապահյանի տեխնացությունը ընդդիմությունը ինչ-որ պահի առաջարկեց, այսպես ասացին, եթե Աջապահյանը դեմ չլինի, մենք կարող ենք առաջադրել։ Շատ է խոսվում, անգամ այսպես շուշուկների մակարդակով խոսում էին, որ կաթողիկոսը անգամ կարող է իր դեմքով մասնակցել եւ ջախջախել, նկատի ունեն քաղաքական իշխանությանը, ու այսպես շարունակ վերջին շրջանում էլ շատ էր խոսվում նաեւ Վարկանիշի մասին եկեղեցու եւ վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրություններից առաջ հատկապես սկսեցին խոսել եւ եկեղեցին ուղիղ սկսեց սատարել ընդդիմադիր ուժերին, անգամ Աջապահյանը կալանավայրից հորդորել էր ընտրել ցանկացած ընդդիմադիր ուժի, բացառելով իր բառերով ասած այս խունտային։ Հիմա ինչպես հասկանալ այս ամեն ինչը, այսինքն եկեղեցին ընդհանուր պատրաստ է եւ կամ որոշ հոգեվորականներ ընդհանուր պատրաստ են իրենց դեմքով, այսպես ասեմ, ներկայանան ընտրություններին եւ ինչպես իրենք են հայտարարում, ջախջախեն այս իշխանությանը, հաղթեն։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ սրանից 2 թե 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը գտնում է, որ ճիշտ կլինի, որ ընդդիմադիր շարժումը ղեկավարի որևէ հոգեվորական։ Ես ասեմ, որ այդ միտքը Ռոբերտ Քոչարյանինը չէր,
որ այդ միտքը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը վերջին 5-6 տարիներին միշտ ոչ այնքան էլ ճիշտ վերլուծություններ է անում եւ այդ վերլուծությունները հիմնականում ձախողում են։ 3 օրում Ուկրաինան գրավել, Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները այս Լեռնային Ղարաբաղի համատեքստում հիմի գլխներին են տալիս, թե ինչ կորցրեցին։ Այսինքն իրենք սխալ հաշվարկ են արել։ Իրենց այդ սխալ հաշվարկի պարագայում իրենք մտածել են, այ որ հայերը երկար տարիներ պետականություն չեն ունեցել եւ այդ ֆունկցիան կատարել է եկեղեցին, հետեւաբար եկեղեցու սպասավորի հեղինակությունը այնքան մեծ է, որ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանի հեղինակությունից հաստատ ավելին կլինի։ Իսկ այդ եկեղեցու սպասավորը մերն է ու իր գալուց հետո մենք նորից Ռոբերտ Քոչարյանին կբերենք իշխանության։ Ռոբերտ Քոչարյանը այդ բարձրաձայնեց, այդ սխեմայի մասը դարձավ այն գործիքը, որը այդ բարձրաձայնում է, բարձրաձայնեց այդ 2 տարի հետո Բագրատ Սրբազանը դուրս եկավ, Տաուշից եկավ, գնում էր Լեռնային Ղարաբաղ, հետո Մուշնուվաններ ուզում, մոտավորապես, այս համատեքստում։ Գիտեք, ես նախկինում մեր եկեղեցականների թողինձներ են մտավոր ունակությունների, վերլուծական մտքի, աշխարհընկալման, իմացության մասին շատ բարձր կարծիքի։ Այս կոնկրետ Բագրատ Սրբազանի եւ Աչապահյանի պարագայում անձնական այս առումով, ասեմ, շատ տխուր ու շատ վատ հետևության եկա, որ սխալվել եմ, որ այդ մարդիկ մի ուղղության վրա դիրքորոշված եւ այդ ուղղությունն էլ ոչ խորապես ու ոչ հավատով են ընկալվում։ Այդ իրենց համար աշխատանք է ու բիզնես։ Ու ցավոք եկեղեցում այդ տեսակը քիչ չի։ Այդ տեսակը քիչ չի, ովքեր ստալինյան ժամանակների, չգիտեմ ինչի հետ են համեմատում են, որ օրենքը պիտի լինի այդպեսին, երևի իրենց այդ առումով էլ Հայաստանի իդեալը Ռոբերտ Քոչարյանն է։ Աջապահյանը դրա մասին բազմիցս խոսել է, որ տղամարդ առաջնորդ է մեզ պետք։ Բայց Ռոբերտ Քոչարյանը բացարձակ այդպեսին չի, ասեմ, շատ հեռու է Ստալին լինելուց, որովհետև ինքը հենց նեղն է ընկնում, ուրիշների անուն է տալիս։ Ասենք, երբ որ մարտի 1-ով խնդիր հասավ իրեն բանակը քաղաք բերելուն, ասեց ես տեղյակ չեմ եղել։ Այդ Միքայել Հարությունյանն է, պաշտպանության նախարարը ինքն է մտցրել։ Այսինքն Հայաստանի Հանրապետության նախագահը այդ իրավիճակում տեղյակ չի եղել, որ Հայաստանի զորքերը պիտի իջնեն Երևան քաղաք ու միտինգ ծրեն։ Միանգամից այդ մարդուն փուրը տվեց ու այդպիսի դեպքեր բազմաթիվ են, այնպես որ այստեղ էլ է Աչապահյանը սխալվել։ Եվ հիմա այդ երկընտրանքը, որ կա, պարոն Սարգսյան, մենք տեսնում ենք, որ հիմա այսպես մեծ սեր ու աջակցություն է վայելում որոշ հոգևորականների կողմից մեր ձևով շարժում է, այսպես ասած, եւ առաջիկայում նաեւ քաղաքական ուժը, եւ իրենք չեն թաքցնում կարծես թե դա։ Հիմա ինչպես հասկանալ նաեւ այս երկընտրանքը մենք միշտ սովոր ենք եղել նաեւ հայտարարությունների մակարդակում միշտ լսել ենք, չեն անթակույց ասել են, որ իրենք ուզում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ Հիմա ինչով է պայմանավորված, որ այս մեծ սերը վայելում է մեր ձևով շարժում է եւ Սամվել Կարապետյանը, որի ազատ արձակվելու համար ամեն կիրակնօրյա աղոթքում հիշում են նրան։ Նույն ուղղորդման տեղը ունենալով այդ տեղի անունը Մոսկվա է եւ իրենց բոլորի վերջնական հույսը կամ հենման կետը Մոսկվան է, բայց ցավոք սրտի իրենք չեն հասկանում, որ այդ հենման կետ չէ, այդ կախման կետ է։ Իսկ կախման կետում դու ճոճանակ ես, որ կողմերը են կողմել գնալու է, ինչպես դրական ուղղությամբ կարող են հրել, այնպես էլ բացասական, ու այս առումով, ասենք, Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների կամ Ռուբեն Վարդանյանի օրինակը, թող թե Սամվել Կարապետյանի, թե եկեղեցու այդ բազմաթիվ սպասավորների աչքի առաջ լինի, որ ռուսները շատ հանգիստ իրենցից կախման կետում գտնվող անհատներին փուրն են տալիս առանց աշկ թարթելու։ Այսինքն դրանից է նաև վախենում Գարեգին Բեն, որ հապաղում է, չի հեռանում եւ ականջալուր չի այս կոչերին եւ նաև եկեղեցու ներսում եղած որոշակի այդ ըմբոստի։ Գիտեք, երկուսն էլ պիտի հենման կետ ունենան սեփական ժողովրդի վրա։ Եվ երբ որ սեփական ժողովրդի վրա այդ հենման կետը կամ այդ աջակցությունը չեն գտնում, ստիպման այլ տեղից օգնություն են ուզում։ Այդ այլ տեղն էլ միակ տեղը, որ իրենց այլ տեղից կարող է օգնել, այդ Մարիա Զախարովան է։
եւ հետեւաբար իրանք կախվածություն ունեն Մարիա Զախարովայից։ Իսկ Մարիա Զախարովայի համար հայ առաքելական եկեղեցին բացարձակ արժեք չի, որովհետեւ եթե արժեք լիներ իր Ռոբերտ Քոչարյանի համար, նա երբեք չէր ասի, որ լավ կլինի քաղաքական շարժումը ղեկավարի որևէ հոգևորական։ Որևէ մեկը հայ առաքելական եկեղեցուն այդ կարգի վնաս չի տվել, նույնիսկ նրանք, ովքեր ստիպել են, որ դավանափոխ լինեն։ Այդպիսի վնաս չեն տվել, ինչպես Ռոբերտ Քոչարյանը իր այդ արտահայտությամբ ու Բագրատ Սրբազանը իր այդ քայլերթով։ Եվ նաև Արարատ գյուղում Գևորգ Սրբազանն էր մասնակցում պատարագին, պարոն Սարգսյան, եւ միանգամից մամուլում տեղ գտան հրապարակումներ Մայրաթորից կամ ավելի ճիշտ Մայրաթորի բարձրաստիճան հոգևորականներից սկսեցին կրկին մեղադրանքներ, նրան Հուդա, Բրուտոս անվանեցին ու այսպես շարունակ։ Նախ դուք եթե անձնապես ճանաչում եք եւ կամ շփում եղել է Գևորգ Սրբազանի հետ, կխնդրեմ ներկայացնել թե ինչ անձնավորություն է, ինչ կարծիքի եք իր մասին եւ նաև իր այդ պատարագին մասնակցելը իսկապես այդքան քննադատելի էր եւ նրան դրա համար արժեր օրինակ Բրուտոս եւ կամ Հուդա անվանել։ Գիտեք ինչ, նախ պիտի ասեմ, որ նման մոտեցումներին, նման արտահայտություններին պետք չի ուշադրություն դարձնել ու ավելին պետք էլ չի անգամ բարձրաձայնել։ Եթե դուք նայեք թե երեկվա իմ այդ կարճ հանդիպմանը, որտեղ ասացի բարով եք եկել մեր գյուղ, ինչպիսի տեսակետներ էին գրել տարբեր մարդիկ, Գևորգ Սրբազանը կերազեր, որ իր մասին ինչ որ ասել են, այդքանը լիներ։ Ու ինչ, ու ձեր կարծիքով ես դրանից նեղվել եմ կամ վատ եմ զգացել, բացարձակ ոչ։ Որովհետև այդ մարդիկ նույն կենտրոնից ղեկավարվող մարդիկ են։ Մարիա Զախարովայի վասալները, որոնք Ռոբերտ Քոչարյանի կամ ռուսական ազդեցության այդ համատեքստում, ովքեր Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի բազմավևեռ արտաքին քաղաքականության, Միացյալ Նահանգների հետ ունեցած ձևավորվող նոր գործընկերության, այս ամեն ինչին դեմ են։ Իրանց Ստալին է պետք ու իրանք ինչ ասես կարող են գրել եւ այդ բաներին պետք չի լուրջ վերաբերվել։ Այդ մարդիկ Վազգեն Սարգսյանից են խոսում, բայց իրենք Վազգեն Սարգսյանի դատավարությունների առումով երբեք չեն բողոքել։ Իրենք Վազգեն Սարգսյանից հետո երևի իրենց լավ են զգացել։ Իրենք բոլորը համարել են, որ այդ Ուչասկովի գործ է։ Այդ մարդիկ պիտի այդ կարգի տեսակետներ գրեն, որտեվ այն մոտեցումները կամ այն մասնակցությունը, ինչ ունեցավ Գևորգ Սրբազանը, այդ իրենց սրտով չի։ Գևորգ Սրբազանը այն մարդկանցից է, ով միակն է եղել, ով Արամ Քահանայի կարգալույց անելուն դեմ է եղել։ Ասել է, որ մարդը տեսակետ է ասում, պետք է կանչել, խոսել, զրուցել, հասկանալ ինչու։ Ընդհանրապես եկեղեցականներ են, որ Հուդա են ասում եւ այլս։ Գիտեք, Աստվածաշնչի այդ կարգի ոտնահարում, երբ որ քո աչքի գերանը չես տեսնում, երբ որ Հիսուսն ինքն է ասել, որ ես եկել եմ ոչ թե պատժելու, այլ ներելու, ես եկել եմ ոչ թե առողջների համար, այլ հիվանդներին բուժելու։ Եթե ձեր ընկերը հիվանդ է, իրեն բուժել է պետք, դուք իրեն Հուդա անվանելով եք բուժում։ Այսինքն եկեղեցին ընդհանրապես հոգևոր խնդիրները դրել է մի կողմ ու ինքն ասում է, որ այդ խնդիրները պիտի լուծվի հանուն հայրենիքի, որտեղ իրենք տեսնում են, որ հայրենիքը կործանվում է։ Դրա համար ասում են, որ հենց նման բան ասվեր եղբորս ժամանակ, հանուն հայրենիքի կտաներ խրամատ, այկասեր նստի այստեղ ու հանուն հայրենիքի սահմանը պահի, որ այնտեղից հայրենիքի մասով տրակտատներ չգրես։ Հիմա էլ պետք է այդպես անել, պարոն Սարգսյան։ Գիտեք ինչ է, ես գտնում եմ, որ հիմա պիտի Հայաստանի Հանրապետությունում աշխատի օրենքը, որը իմ կարծիքով եւ բարեբախտաբար Բագրատ Սրբազանի եւ Միքայել Աչապահյանի պարագայում աշխատում է եւ իրենք բացարձակ քաղբանդարկյալ չեն, բացարձակ որևէ կապ չունեն քաղաքական համատեքստում հալածյալ լինելու հետ, իրենք խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մեկը ռազմական հեղաշրջման կոչ է արել, այն մյուսը Հայաստանի իշխանություններին 10-15 րոպե ժամանակ էր տալիս
իշխանությունը թողնելու առումով, ել չասեմ, թե դրանցից ամեն մեկը տարբեր մարդկանց կամ տարբեր քաղաքական գործիչների մասին ինչ տեսակետներ է ասել։ Մեկը Բագրատ Սրբազանը իր միտինգում իմ ասեին, ինչ ասես չէր ասում, ինչը չգիտեմ, օվկիանոսից այն կողմ մի բլոգեր կար, այ դրա խոսույթին մոտ էր։ Պարոն Սարգսյան, եւս մեկ հարց եւ փորձեմ այս թեման գոնե ամփոփել։ Նախ ընդհանուր առմամբ ինչ է կարծում այս բուրգը, որ կառուցված է եկեղեցու ներսում, նկատի ունեմ այս հիերարխիկ բուրգը, որ կարծես թե վերևից է կառավարվում մի կամ մի քանի հոգու կողմից։ Ինչ է կարծում, փլուզմանը մոտ է եւ կամ օղակները սեղմվում են Գարեգին բեի շուրջ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում ընդվզողները գնալով ավելի շատանում են ու թեև կաթողիկոսը հերթով բոլորին կարգալույց է հայտարարում այն քահանաներին, ովքեր պատարագ են մատուցում, բայց ուր կարող է հասնել, միջև ուր կարող է այս process-ը հասնել եւ նաեւ սրանից մեր հավատքը ուր կարող է հասնել, արդյոք չի տուժում։ Նախ ամենամեծ վնասը այս ամեն ինչից կրում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր բովանդակության մեջ եւ մարդիկ սկսում են եկեղեցուն ու եկեղեցականին նայել այլ աչքերով եւ գուցե փնտրեն այլ եկեղեցիներ, այլ հոգեվորականներ, ում մասին այդ կարգի խոսակցություններ չեն գնում։ Այս ընդհանուր առումով եւ էլի պիտի կրկնեմ, որ նման վատություն հայ առաքելական բուն, հայ առաքելական եկեղեցուն, քան քաղաքական դաշտ մտնելն էր ու Բագրատ Սրբազանի, Ռոբերտ Քոչյանի կոչով քաղաքականություն գալը ու երկրում իշխանափոխություն անելու գործընթացը որևէ մեկը չի արել։ Ուր կարող են հասնել։ Գիտեք, եկեղեցականները ընդհանուր առմամբ իրենց էության հեղափոխականներ չեն։ Շատ քչերն են Աչապահյանի եւ չգիտեմ Բագրատ Սրբազանի այ բնավորության այդ գծերով կերպով ավելի շատ հարմարվող տեսակներ են կարող են բողոքել տարբեր տեղերում, բայց հոգեվոր խորհրդում ձայն չհանել կամ հոգեվոր խորհրդում փորձել ինչ որ առումով այդ ներքին, այսպես ասեմ, հավատքի առումով ճիշտ չի այդ ասել, բայց մասնագիտական համերաշխություն դրսևորել միմյանց հանդեպ եւ ինչքան ես եմ հասկանում, իսկ ես այդ առումով լայն շփումներ ունեմ, իրենք բոլորն էլ հակված են սպասեն 2026 թվին ինչ կլինի 2026 թվի ընտրություններից հետո, որ Հայաստանում քաղաքական կուրսը ու իշխանությունները կմնան նույնը, դրանից հետո հարց չկա, այդ նույն հոգեվոր խորհուրդը ինքը այնտեղ կբարձրացնի հարցը վեհապար հայրապետի փոփոխության կամ կարծում եմ վեհապար հայրապետը չի էլ սպասի, որ այդ հարցը բարձրացվի, ինքը ուղղակի հրաժարական կտա, բայց մինչև 2026 թիվը իրենք դիմադրելու են։ Գուցե ես սխալվում եմ, չգիտեմ, գուցե այդ լինի ավելի շուտ, բայց այդ որոշող ու այդ անողը հոգևոր խորհուրդն է։ Կոնկրետ այդ հոգևոր խորհրդում այսօրվա պարագայում այդ վիճակը չի, որ ներքին հեղափոխության ներքին, բայց այդ վիճակը արագ փոփոխվող է։ Նաև Արշակ Սրբազանի այս պատմությունները, որոնք եղան հիմա Արշակ Սրբազանին կարգալույց կանան, ես չգիտեմ, մերը կարդացի, որ ասում պահանջը կա, բայց պահանջ են դրել սառեցնելը կարգալույց անել չի։ Սառեցնելն էլի 2026 թիվ սպասելն է։ Այսինքն իրենք պիտի պահանջ դնեին, եթե փոփոխության գնացող են այդ հոգևոր խորհուրդ, իրենք պիտի պահանջ դնեին կարգալույց անել ուղղակի։ Նույն այն ժամանակ ասենք Բագրատին սառեցնելը, դա ինչ է նշանակում, որ նորից կարող է հետ գալ։ Նույն Արշակին սառեցնելը, որ կարող է հետ գալ։ Հետևաբար էսել է թելադրում, որ իրենք դեռ պատրաստ չեն նման կայլի գնալու։ ժամանակ են շահում բարձրացնել։ Ժամանակ են շահում մինչև 2026 թիվ, 2026 թվին տեսնեն ինչ է լինելու։ Լավ, եւ վերադառնանք Կարապետյաններին, պարոն Սարգսյան, կարծես թե Կարապետյանները հաստ չեն հեծի շուրջ տեղի ունեցող այս գործընթացներից, մասնավորապես որ հեծը փորձում են պետականացնել, գիտեք, լիցենզիայից զրկեցին օրեր առաջ, հիմա Նարեկ Կարապետյանն ասում է, որ այս իշխանություններին ոչ հեծն է հետաքրքիր, ոչ հեծի շահառուների ճակատագիրը, այլ պարզապես ուզում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նման մի բան ստանալ, որը կֆինանսավորի քաղաքացիական պայմանագրին եւ նաեւ ընտրական
լծակներ են, այսինքն այս աշխատուժը բնականաբար գնալու է եւ ընտրի իշխանությանը։ Նախ նորմալ է այս ընկալումը։ Մի կողմից խոսվում է ընդհանրապես պետականացման մասին, մյուս կողմից ինչ որ ընկալումներ ես լսում, որ սա լծակների մասին է, սա ֆինանսների մասին է, ու այսպես շարունակ։ Եվ ինչու են սրտնեղում նաեւ Քաջարյանի օրինակը բերում այն դեպքում, երբ գիտենք լավագույն հարկատուներից մեկն է։ Ինչպես կմեկնաբանեք այս տեղի ունեցող գործընթացները նախեցի շուրջ եւ նաեւ Կարապետյանների նման մեկնաբանությունը։ Նախ ասեմ, որ Նարեկ Կարապետյանը պաշտպանում է իր հորեղբորը եւ իր ցանկացած ասած ես տեսնում եմ այդ համատեքստում եւ ես նորմալ եմ դրան վերաբերվում, որտեվ Ռաֆուս Անվելը երբեք էլ իմ հերոսը չի եղել։ Շատ բնական է, որ ինքը իր հորեղբորը պիտի պաշտպանի։ Մեթոդները, թե ինչ մեթոդներ են ընտրում պաշտպանելու, ինչքանով են դրանք օգտակար, օգնում են իր հորեղբորը, թե ոչ, այդքան էլ էական չի։ Ինչ վերաբերվում է Քաջարյանին, Քաջարյանում ռուսական կապիտալ է, Հայաստանն այնտեղ փոքր բաժնեմաս ունի, եւ ես շատ կուզենամ, որ Քաջարյանը, որ իմ կարծիքով սեփականաշնորհման առաջին գործընթացից սկսած կոռուպցիոն է եղել, որը գրանցվել է բազմաթիվ օֆշորային ընկերություններում, որի ծայրը թողիցների սատանան անգամ ինքը չի գտնի, թե որտեղից ուր գնաց հասավ ու ինչ գներով, որ ես գտնում եմ, որ նման ոլորտները պիտի վերադառնան պետությանը, եւ պետությունը, եթե որոշի, որ դա պիտի սեփականաշնորհի, իսկ ճիշտ կանի, որ սեփականաշնորհի, դա սեփականաշնորհի լրիվ օրինական։ Քաջարյանում Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի 18 թե 22%, չգիտեմ, ոչ ավելին, բայց Քաջարյանը աշխատում է իր հզորությունների 20-22%-ով, ինչը ամոթալի է, սովետական միության ժամանակների բացած հանքավայրն է շահագործում նույն տեխնոլոգիայով, ինչը խայտարակություն է, ունի բազմաթիվ խնդիրներ, այն դեպքում, որ Քաջարյանը կարող է տարեկան մինչև 1 միլիոն տոննա խթանյութ տալ, Քաջարյանը միակ ձեռնարկությունն է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարող է 4 անգամ ավելացնել, իսկ իրենք անգամ ձախապը չեն շահագործում ու լիցենզիա չեն վերցրել, այնպես որ այս օրինակ չի։ Ինչ վերաբերվում է Կարապետյաններին, ես պիտի ասեմ, որ իրենք մրցակցային բիզնեսում ընդհանրապես չկան։ Այսինքն իրենք այն ոլորտներում են արդյունքներ գրանցում, որտեղ պետական աջակցություն ունեն։ Բացի Ռիո մոլերից իրենք որտեղ են մրցակցային։ Հայաստանում էլ տաշիր պիսայից։ Ուրիշ նույնիսկ տրանսֆորմատորները, որ արտադրում են Հայաստանում, մոնոպոլ են։ Հայաստանի իշխանություններից թուղթ են վերցրել, որ ուրիշ որևէ մեկը չի կարող տրանսֆորմատորներ վաճառել։ Այսինքն եթե այսօր որևէ մեկը Siemens-ից տրանսֆորմատոր բերի, որը ասենք հազարապատիկ անգամ ավելի ձեռնատու է եւ ավելի հուսալի է, քան տաշիրի արտադրածը, չի կարող։ Այսինքն իրենց իմացած բիզնեսը, որ իրենց լավ բիզնեսմեն են համարում, պետության հետ, պետական հովանավորությամբ համատեղ գործողության բիզնեսն է։ Իսկ պետության հետ համատեղ գործունեության բիզնեսմենը պետությանը ինչով է հետ վերադարձնում։ Ընտրությունների ժամանակ իր գործատուներին այդ պետության չինովնիկին քվեարկելու խոստումով։ Ասենք իրենց Ռիո մոլերով կամ Ռուսաստանում այդ ունեցած հիմնարկներով ասում են կգնաք Պուտինին կընտրեք։ Հիմա իրենք որ այդպեսին են, մտածում են, որ Հայաստանի իշխանություններն էլ ցանցերը վերցնում են, որ ցանցերի ժողովրդին ասեն կգնաք կընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Բանում էլ Քաջարյանում էլ բաժին են վերցրել, որ ասեն կգնաք կընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Այս սեփական փորձի ուղիղ սեփական փորձի, սեփական մտածելակերպի, սեփական որ իրենք լինեն, հաստատ այդպես են անելու։ Նույն այդ Տաշիր խմբի այդքան լավ բարերարները, ասենք 2008 թվականին, երբ որ Հայաստանում ժողովուրդը փողոցում էր, երբ որ 10 մարդ սպանվեց, այդ ժամանակ ասենք ինչի տեսակետ չէին ասում։ Ինչի չէին ասում, որ գործարարներին, ասենք, ասում են, հիմնականում գործարարներն օգտագործվում են որպես գործիք, որ գնան քվե տան։ Իհարկե չէին ասում, որտեվ իրենք էլ այդ համատեքստի մեջ են եղել, հետևաբար այդ մտածելակերպի մոտեցման ձևը իրենց իդեոլոգիան
իրենց տրամաբանություն ռուսական համատեքստում է։ Իսկ եթե քո իդեալը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն է, դու այլ համակարգ չես կարող պատկերացնել։ Եթե քո իդեալը Գազպրոմն է ու Գազպրոմի հետ պետական համատեքստում լուրջ փողեր աշխատելը, դու մրցակցային դաշտում, բացի տաշիրպիցայից այլ բանում մրցակից չես կարող լինել։ Չես կարող ուղղակի լինել։ Խուսափում ես դրանից, որովհետև քո գումարները պետության համատեքստում պետության հովանավորությունն ունենալով աշխատելն է։ Հիմա դու զրկվում ես Հայաստանի Հանրապետության որպես պետության քեզ օժանդակելու հնարավորությունից ու քո մոտ այդ խոճապ է առաջացրել ընդամենը այսքան բան։ Դուք նրանց բիզնես ունակությունների վրա կասկածեցիք, պարոն Սարգսյան, բայց հաճախ իրենք հենց այդ շեշտադրումն են անում, որ ինչպես կայացել ենք եւ ինչպես կարողացել ենք բիզնեսում հաջողել, նույն կերպ էլ քաղաքականությամբ խոստումները հիմնականում նրա մասին են, որ գործարաններ կկառուցեն, դուք էլ վստահ եմ լսել եք, բայց ամեն դեպքում քաղաքականության մեջ հաջողելու առումով այդ մտավախությունը չունեք եւ օրինակ ճակերտավոր ասեմ կոնկուրենտ չեք տեսնում, որովհետեւ վերջերս նաև այսպես պաստառներ են հայտնվել, Սամվելը մտածում է ձեր մասին գրությամբ եւ այսպես նաև հավելում են անում, որ քաղաքացիական պայմանագիրը չի մտածում ձեր մասին, մտածում է հարստանալու մասին, Սամվելը մտածում է ձեր մասին։ Հիմա մարդիկ միգուցե գալիս են եւ քաղաքականության մեջ նման սլոգաններով, ինչպես իրենք են ասում, հաջողում են։ Տեսեք, ես շատ կուզենայի, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, երրորդ հանրապետության պատմության մեջ մնար որպես մեծ բարերար։ Ինքը իսկապես Լեռնային Ղարաբաղում 25 միլիոն դոլար դրել էր եւ հիվանդանոց էր կա եւ այդ միանշանակ բարերարի գործերը այդտեղ շահույթ չէր հետապնդում եւ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցում կառուցեց նաեւ այդ դահլիճը, կառուցեց խորանը, հայ առաքելական Էջմիածինի 58 թվից հետո առաջին անգամ այդ կարգի մասշտաբի վերանորոգում ունեցավ, որտեղ բարերարներից մեկը նաեւ ինքն էր։ Եվ լավ կլիներ, որ ինքը մնար այդ բարերարների ցանկում, չմտներ այդ քաղաքական դաշտ։ Արդյոք ինքը ինքնակամ մտավ այդ քաղաքական դաշտ։ Իմ կարծիքով ոչ։ Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունից հետո կկալանավորեր Սամվել Կարապետյանին, թե ոչ։ Միևնույն է, Սամվել Կարապետյանը սեպտեմբեր ամսին կուսակցություն էր բացելու։ Այդ ես գիտեմ։ Անկախ ամեն ինչից ինքը կուսակցություն էր բացելու, որ այստեղ Հայաստանում ընտրություններ անի, որ 26 թվից հետո Հայաստանի քաղաքական կուրսը փոխվի այնպես, ինչպես Վրաստանում փոխվեց։ Այսինքն ռուսական մտածած սխեմակարգ Իվանիշվիլի 2-ի։ Իվանիշվիլի փոխարեն Կարապետյան պիտի լիներ։ Այս է Ռուսաստանը, եթե իրենք հաջողել են Վրաստանում, ինչի չհաջողեն Հայաստանում։ Այսինքն այդքան կանխատեսելի է ռուսական այդ քաղտեխնոլոգիան։ Բացի կանխատեսելին, իրենք այլ քայլ չունեն։ Իրենք այլ գործիք չունեն, որտեղ այն գործիքը Ադրբեջանով, որ կարողանում էին որպես բիտ-բուտ գործիք մեր վրա ազդել, այդ գործիքի հետ լեզու կտան արևմուտքում։ Ու այդ գործիքը իրենցից քայլ հեռացավ, հասկանալով, որ արևմուտքի հետ աշխատելու պարագայում իր օգուտներն ավելի շատ են։ Հետևաբար իրենց մնացին ներքին ներհայկական գործոնները կիրառել։ Օգտագործեցին եկեղեցուն, չստացվեց, անցան խոշոր բիզնեսին։ Ամենահարուստ հայնով է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ամբողջությամբ իր հարստությամբ կախված է Ռուսաստանից։ Ինքը իր հարստությունը հիմնականում կոտակել է Գազպրոմի հետ աշխատանքով, այսինքն այստեղ կախվածությունը Ռուսաստանում, գիտեք ինչ ասենք, չասեմ $1 միլիոն, չնայած $1 միլիոն ունեցող մարդն էլ շատ լուրջ կախվածություն ունի, 10 միլիոնից վերև ընդհանրապես Ռուսաստանին պետք եկավ 10-րդ հարկի պատշգամբից իրենց ներքև կնետեն, կամ ինքնասպան կլինեն, կամ կգտնեն տանը մահացած, այդ դեպքերը չափից ավել շատ են, եւ Սամվել Կարապետյանը այս մասին շատ լավ գիտի։ Այսինքն Ռուսաստանը այս խնդիր է դրել Սաակաշվիլի 2 օպերացիայի եւ այդ Սաակաշվիլի 2 օպերացիայի որպես մասնակից, որպես առաջին դեպք ուղարկել է Սամվել Կարապետյանին։ Հիմա մենք ուզում ենք Ռուսաստանի այս կարգի կախվածության մարդ լինի Հայաստանի Հանրապետության առաջին դեպք։ Այն որ դուք ասում եք, իսկ գուցե ինքը արդար, իսկ գուցե ինքը կարողանա, այդ գուցե գոյություն չունի, որտեվ արտաքին նման կախվածություն ունեցող մարդը չի կարող այդ ձեր ասած գուցեն լինի։ Նորմալ պետություններում նման կուսակցությունը կամ նման
մարդկանց մասնակցությունը ընտրություններին ուղիղ արգելափակում են։ Օրինակ Մոլդովայում կար Իմ սիրտը Մոլդովա կուսակցություն եւ Մեծ Մոլդովա, Թեզոր Մոլդովա, եթե խառնեցի կներեք։ Այս երկու կուսակցություններին ընտրություններում Մոլդովայի իշխանությունները արգելեցին մասնակցել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելեց մասնակցել։ Բոլոր հիմքերը կան, որ հիմա նույն Հիմքերը դրսից Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է։ Իր կապիտալը Ռուսաստանում ձևավորված կապիտալ է։ Իր ղեկավարած կուսակցությունը այդ կապիտալի վրա հենված Հայաստանի ներքաղաքական կյանքում փորձելու ազդել։ Այսինքն ցանկացած կուսակցություն, որը կապվում է Սամվել Կարապետյանի հետ, պետությունը հանգիստ կարող է ոչ միայն չգրանցել, այսինքն մինչև այդ արդարադատության նախարարություն դիմելու պարագայում կարող են չգրանցել։ Դրանից հետո կարող են ընտրություններին թույլ չտալ։ Չնայած այս երկու տարբերակն էլ, ասենք, չգրանցելը, թույլ չտալը, սրանք ընդհանուր խնդիրը չեն լուծում, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք իրենց կնիկները հանում են աճորդի։ Չի գրավում մեծ ձևով կուսակցությունը, չի գրանցվում։ Արամ Գասպարի Սարգսյան իր դեմոկրատական կուսակցությունը ոնց որ տվեց Արզականցյանին, նույն ձև էլ տրամադրում է անշահախնդիր, նորից եմ կրկնում, անշահախնդիր տրամադրում է Սամվել Կարապետյանին։ Ու Սամվել Կարապետյանը դրանով մասնակցում է, ու այստեղ արդեն խնդիրը մտնում է այլ։ Դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար պետք է անել երկու բան։ Առաջին, Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի այդ կնիկները չդառնան աճուրդի առարկա, պիտի արգելվի նախընտրական դաշինքները։ Նախընտրական դաշինքներ չպիտի լինեն, կուսակցությունները պիտի անհատական մրցակցության պարագայում մասնակցեն, անցնեն խորհրդարան անցնելուց հետո արդեն գաղափարական հենքի վրա ձևավորեն կոալիցիաներ։ Իսկ մինչև խորհրդարան մտնելը այդ միավորվեք եւ այլն։ Միայն դա է, որ կուսակցությունները կտեսնեն, որ գումարները մուծում են, մասնակցում են, չեն անցնում, մասնակցում են, չեն անցնում, կամ կլուծարվեն, կամ կխոշորանան, որ կարողանան անցնել։ Ու ամեն անգամ չեն տանելու ընտրագրավ փողը դնեն, կորցնեն հետ գան։ Այսինքն սա կբերի կուսակցությունների առողջացման։ Միանշանակ կխոշորացնի կուսակցությունները եւ կոալիցիաները կսկսեն բովանդակություն ստանալ։ Երկրորդ, երկու համապետական ընտրություն չանցած չմասնակցած կուսակցությունները ավտոմատ պիտի համարվեն լուծարված, առանց դատարանի, առանց որևէ բանի։ Եթե դու քաղաքական կուսակցություն ես, դու լիցենզիա ես վերցրել, դիմել ես արդարադատության նախարարություն, ու չես մասնակցում ոչ տեղական ինքնակառավարման ընտրություններին, ոչ համապետական ընտրություններին, այդ լիցենզիայից քեզ պիտի զրկեն։ Եթե ես հանք վերցնեմ, հանք շահագործման փաստաթուղթ անեմ, այդ հարցը չշահագործեմ, ինձ միանգամից կզրկեն, չէ՞, լիցենզիայից։ Կուսակցությունն էլ իրավաբանական առումով մոտավորապես այդպիսի մի կառույց է։ Այսինքն պիտի այս խնդիրները լուծել, որ այս կնիկներ վաճառելու, այս չգիտեմ հաղթանակ անունով, չգիտեմ ինչ անունով, դաշինքներ եւ այլը, որոնք գալիս են ու թաքցնում են, որ իրենց թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է եւ որ չերևա որ դաշնակցությունն է հանկարծել, հաղթանակ է անում։ Այս բաների դեմ առնել է պետք, իսկ սրան ինստիտուցիոնալ մոտեցում է ցուցաբերել պետք։ Ընտրական օրենսգրքում ռեալ փոփոխություններ անել ու դաշտը բավականին կմաքրվի։ Պարոն Սարգսյան, քանի որ խոսեցիք ընտրություններից, եկեք վերադառնանք Էջմիածնի վաղաշաբաթի ընտրություններին, որտեղ ձեր ուժը անցողիկը, այսպես անցողիկ ձայներ չհավաքեց։ Նախ ինչ հետևություններ եք արել եւ ինչպես պիտի պատրաստվեք նաեւ համամասնական ընտրություններին եւ կարող ենք նաեւ այս Էջմիածնի ընտրությունները, քանի որ շատ են ասում, մինչ այդ ասում էին Գյումրու ընտրությունները ցուցիչ են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար, հիմա ասում են, որ վաղաշաբաթի ընտրություններն են այդ ցուցիչը։ Մենք կարող ենք այս արդյունքները պրոյեկտել համամասնական ընտրությունների վրա եւ ասել, որ նույն պատկերը կլինի։ Նախ ասեմ, որ մեր կուսակցությունը որոշում ունի, որ հիմնականում բոլոր առավել եւս խոշոր քաղաքներում տեղի ունեցող համայնքային ընտրություններին մենք պիտի մասնակցենք։ Ինչ է նշանակում մասնակցում բարդ։ Եթե չմասնակցես, երբեք էլ չես ախտի։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում իմ կարծիքով ընտրական առումով մարզական վիճակում գտնվելու առումով ամենապատրաստի կուսակցությունը մեր կուսակցությունն է։ Մեր կուսակցության մարդիկ, քիչ թվով մարդիկ
այ համացանցում աշխատելու առումով կարողացան ավելին դիտումներ ապահովել, քան կարողացավ անել քաղաքացիական պայմանագիրը, քան կարողանում է անել մեր ձևով 1000 ֆեյքով։ Այսինքն մերոնք գիտեն, մերոնք մեխանիզմի նման ընտրության ժամանակ ամեն մարդ գիտի ինքը ինչ է անում։ Այս ընտրությանը մեզ չբավարարեց ընդամենը 13 ձայն եւ մեր այդ կարգավիճակը ու այդ ամեն ինչը մեր համար կանխատեսելի էր, որտեվ մեր վիճակը մրցակցությանը մասնակցելու առումով բավականին բարդերից է։ Ինչու, որովհետև կա իշխանություն, որն ուզում է իր իշխանությունը պահել, եւ կա անդիմություն, ով ուզում է իշխանությունը փոխել եւ ինքը գալ իշխանության, որպեսզի Հայաստանում իշխանությունը փոխի։ Մենք ուզում ենք, որ Գյումրի երկուս չլինի։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի քաղաքական կուրսը չփոխվի եւ այն երկկողմ փաստաթուղթը, ինչ ստորագրվել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև 2026 թվականից հետո նորացվի, որտեղ մի տարով է գրված ու այդ շարունակվի։ Այսինքն մեր խնդիրը ուրիշ հարթությունում է։ Իսկ ընտրությունը մրցակցություն է կամ սրա կողմից ես կամ նրա կողմից ես։ Այս գաղափարական մոտեցումը ինքը քեզ բավականին բարդ դրության մեջ է գցնում։ Բայց նույնիսկ այդ բարդ դրության մեջ մեր աշխատած լավ աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ցուցանիշ ունենալ 1240 մարդ եկավ ու մեզ ընտրեց, ընդամենը 13 ձայն մեզ չբավարարեց, որ մենք այդ անցողիկ շեմը հաղթարենք, ու մենք այդ դժբախտություն չենք համարում, մենք համարում ենք, որ այս ընտրությունը լավ փորձություն է, մենք իհարկե հետևություն դրանից արել ենք, բայց այս ընտրության արդյունքում մենք շատ լավ մարզավիճակի մեջ ենք։ Վաղը եթե ընտրություն լինի, որևէ մեկը մեր չափ պատրաստ չի լինի։ Ավելին ասեմ, որ մենք տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններում անցողիկ շեմնել ենք անցել, 2 տեղում առաջի տեղ ենք բռնել, ամենաշատ քվեն ենք ունեցել եւ այդ առումով ասենք մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմիններին մեր ներկայացուցիչները։ Այսպես ասեմ, ընտրական process-ներում այսպես է, դու պիտի ունենաս ամենակարևորը հանրային ռեսուրս, երկրորդ դու պիտի ունենաս որոշակի առումով ադմինիստրատիվ ռեսուրս, դու պիտի ունենաս արտաքին քաղաքական ռեսուրս, որևէ առումով արտաքին քաղաքական շփումների եւ արտաքին քաղաքական քեզ աջակցողների առումով եւ դու պիտի ունենաս ֆինանսական ռեսուրս։ Հիմա, երբ որ նայում եմ արևմտյան դաշտի քաղաքական ուժերին, այդ մոտեցումների, մենք ադմինիստրատիվ ռեսուրս ունենք, մենք Երևան քաղաքում իշխանություն ենք, ունենք փոխքաղաքապետ, ունենք 3 թաղապետեր, մենք արտաքին քաղաքական ռեսուրս ունենք, մենք լրիվ արևմտյան դաշտում ենք, ուղիղ շփումներ ունենք եվրոպական եւ ԱՄՆ դեսպանատան հետ, եւ այդ առումով մեր գիծը հստակ է։ Մենք հանրային որոշակի աջակցություն ունենք։ Ասենք, ես 3 առաջ օրը գրառում եմ արել ու չզարմանաք 2 օրվա մեջ 400 քանի հազար դիտում։ Պարզ գրառում աշխատատեղերի առումով, որ գիտեք ինչ, որ Apple-ը գալիս է Հայաստան, այստեղ դաշտ ուսումնասիրել, գրել եմ, որ ես 21 թվին ասում էի, որ Չինաստանից հանելու են ու բերեն Հայաստան ու կարելի է 20,000 կնոջ աշխատատեղ ստեղծել։ Հիմա երբ որ պատերազմի վտանգը մի քիչ թուլացել է, աշխատատեղերի խնդիրը մեր հանրության մոտ դարել է առաջնային, ու այդ դիտումների հիմնական այդ նման քանակը տարածումների այդ համատեքստում է։ Այսինքն մենք որոշակի հանրային ռեսուրսել ունենք։ Եվ ընտրություններն էլ ցույց են տալիս, որ արևմտյան դաշտում գործող քաղաքական կուսակցություններից ամենաշատ հանրային աջակցությունը մենք ունենք։ Ֆինանսական ռեսուրսների առումով մենք պետական ֆինանսավորում ենք ստանում եւ ընտրությունների ժամանակ մենք ինքնուրույն առանց կողքից օժանդակողների կարողանում ենք այն միջին բազան ընտրությունների համար ինչ պետք է բաներներ, ընտրագրավներ եւ այլ եւ այլ։ Այսինքն այս համատեքստում մենք տեսնում ենք, որ քաղաքագիտական այդ 4 կոմպոնենտը ինչը պետք է ընտրություններում հաղթելու անցողիկ շեմ ունենալու առումով մենք ունենք։ Եվ այդ առումով մտավախություններ չունենք եւ 26 թվին էլ ընտրություններին մասնակցելու ենք ու ելի մասնակցելու ենք հաղթելու նպատակով։ Պարոն Սարգսյան, չեմ կարող նաեւ այս թեմայի շուրջ չխոսել, քանի որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ արդեն պատերազմի ռիսկը չկա եւ մարդկանց առաջնային խնդիրը աշխատատեղերն են, աշխատանքն է եւ այսպես շարունակ։ Տեսեք, վերջին օրերին ամենակննարկվող թեմաներից մեկը ռուս-ուկրաինական հակամարտությունն է եւ հատկապես Ամերիկայի կողմից առաջարկված այս նոր 28 կետանոց այս
պայմանագիրը, որը կարծես թե ենթադրելու է հրադադար։ Հիմա խոսակցություններ կան, որ եթե այս պայմաններին համաձայնվեն թե Ուկրաինան, թե Ռուսաստանը, այս զինադադարի պայմաններում Ռուսաստանը իր ամբողջ ներուժը եւ ռեսուրսը կենտրոնացնելու է հարավային Կովկասի ուղղությամբ եւ նաեւ որոշ ընդդիմադիրներ տողատակում ասում են, որ հիմա Ռուսաստանը կվերադառնա, այ բռնվեք, այսպես ինչ որ սպառնալից նաեւ հայտարարություններ։ Ինչպես հասկանալ նախ այս հայտարարությունները, արդյոք այդ ռիսկը մեծ է գնահատում։ Նախ հնարավորությունը տեսնում եք, որ այդ պայմանագիրը կյանքի կկոչվի եւ նաեւ այդ ռիսկը տեսնում եք, որ Ռուսաստանը կշրջվի հարավային Կովկաս եւ այստեղ ինչ որ էլի ապոկալիպտիկ սցենարներ են կանխատեսում, որ Ռուսաստանը կգա, էլի պատերազմի հնարավորություններ ու այսպես շարունակ։ Գիտեք ինչ, որ այդ մարդիկ 2018 թվականի հեղափոխությունից հետո վարպետացել են ապոկալիպտիկ տեսակետներ ասելու եւ այդ առումով իրենց երևակայությունը ամենալավ մարզական վիճակում է դրանում չգիտեմ շնորհավոր եմ իրենց թե ոչ ես ասել եմ որ լավ կանեն նման երևակայությամբ արկածային գրադարանով զբաղվեն գրքեր գրեն գուցե շատ մեծ ընթերցողների դաշտ ունենան չգիտեմ ես համարում եմ որ այդ փաստաթուղթը որ գոյություն ունի որը արտահոսք է տրված այդ արտահոսք տրված փաստաթուղթը ամերիկյան փաստաթուղթը չի այդ մաքսիմումը չի այդ մաքսիմումը դնում են որ հետո ասեն այ բանակցությունից հետո հասանք այս սրան որ ընդհանուր պայմանավորվածությունն է այդ բանակցային տակտիկայի երկրորդ կուրսում արդեն սովորեցնում են միջազգային հարաբերությունների թե որ ինչպիսի արտահոսք պիտի տան ով պիտի արտահոսքը տա ու դա ինչի համար է այսինքն հիբրիդային պատերազմի այս մեթոդները որոնք այս վերջի տարիներին դարձել են գերկարևոր եւ տակ պատերազմներից ավելի արագ են կիրառվում իրենք արդեն արդյունաբերական մասշտաբների են հասել եւ կիրառվում են ճիշտ մեխանիզմներով հետեւաբար այդ փաստաթուղթը Թրամփը չի ներկայացրել ոչ էլ Միացյալ Նահանգները այդ ուղղակի ինչ որ մարդ արտահոսք է տվել եւ այս առումով Գերմանիայի կանցլերի են մոտեցումը որ այ կա 5 կետ որի առումով թե Ռուսաստանը եւ թե Ուկրաինան կարող են ընդհանուր համաձայնություն գալ որտեղ մինչև հիմի այդ առումներով ոչ մեկն էլ դեմ չի արտահայտվել ես կարծում եմ սա ավելի խելքի մոտ է չնայած չեմ կարծում որ պատերազմը կավարտվի այս ընթացքում Ուկրաինայի ինչ վերաբերվում է ընդհանրապես պատերազմի վտանգին այդ վտանգը տեղի կունենա թե տեղի չի ունենա հիմի բարեբախտաբար կտեղափոխվի մեր տարածաշրջան թե չէ համենայն դեպս այս ընթացքում այս փաստաթղթով եթե պատերազմի վտանգը ընդհանրապես չկասեցվեցել դա որոշակի ժամանակ տվեց մեզ եւ փառք Աստծո որ այդ ժամանակն ունեցանք մենք պետք է այդ ժամանակը ճիշտ օգտագործենք իսկ պատերազմի հաղթելու համար սկզբունքը մեկն է պետք է ունենալ փող շատ փող եւ շատ ավելի փող եթե դու այդ ունես դու պատերազմում կհաղթես ու քո հետ չեմ պատերազմի ես մշտապես այս մոտեցման կողմնակից եմ եղել շատ փող եւ շատ ավելի շատ փողի կողմնակից Հայաստանն ունի հնարավորություն ավելի շատ փող ունենալ քան Ադրբեջանը շատ ավելի շատ իհարկե ունի դրա համար պետք է միտք նյութական ռեսուրսներ եւ աշխատանք Հայաստանն ունի նույնիսկ շատ ավելի շատ կարող է ունենալ քան Թուրքիան ունի Բերեք մեզ, չգիտեմ, չներագնահատենք մենք ինքներս մեզ ու իջինք նախարազանենք։ Հրեաները մեզանից չգիտեմ ինչքանով ավելին չեն։ Նայեք 204 միլիարդ բյուջե ունեն, մեր 8 միլիարդ։ Մենք էլ կարող ենք 204 ունենալ։ Ու այնպես չի, որ հրեաների բնական ռեսուրսները ավելի շատ են կամ իրենք դրանից օգտվել են։ Պետք է այսօրվա աշխարհի զարգացման այդ գիտական ուղղությունների հենքի վրա բռնես են զարկերակը, իսկ այդ զարկերակը այ օգոստոսի 8-ի այդ փաստաթղթում հենց առաջի կետում գրված է։ Այդ կիսահաղորդիչներն են, այդ բռնել է պետք։ Հենց այդ բռնեցիր 10 տարի հետո 200 միլիարդ բյուջե ունեցող Հայաստան ես ունենալու։ Ու այն ժամանակ քո այդ ոչ մեկը անկլավների չի խոսելու։ Դու ես խոսելու տարածաշրջանում ու դու ասելիք ես ունենալու։ Այս սրա կողմնակիցն է։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանով ինչ առաջարկելու կամ Ռոբերտ Քոչյանը ինչ, Բագրատ Սրբազանին ընդհանրապես անլուրջ է։ Այս թեմաները իմը չեն։ Կոնկրետ կա առաջարկ, կա ստորագրած փաստաթուղթ, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ 2026 թվականից հետո այդ փաստաթուղթը իր գոյությունը շարունակի։ Եվ Հայաստանը
չկանգնի այդ կետում ու հետ գնա 15 տարի հետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Սարգսյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, կհանդիպենք։